շտապեմ լավ։ Հրանտ Բագրատյան։ Բարև ձեզ։ Ես կուզենայի մի քանի խոսք ասել իմ տպավորությունների մասին այս վերջին մի ամսվա ընթացքում ինչ է կատարվում երկրում։ Առաջինը, մենք ունեցանք 39 հանդիպում, մեծ հանդիպում շրջաններում, եւ առաջին հիմնական հարցը հետևյալն էր։ Մենք նրանց մարդկանց հարցնում էինք Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության 5 տարի առաջ ընդունված ծրագրից։ Եվ ասում ենք, այս ծրագրից այս կետերը կատարված են, թե չէ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը խոստացել էր եկամուտները բարձրացնել 2 անգամ։ Մենք այդպիսի մարդ չգտանք հանրապետությունում։ 39 հանդիպումներում եղել է 140,000 մարդ։ Եվ այդպիսի մարդ այդ 140,000-ի մեջ չկար։ Երկրորդ, կենսաթոշակների բարձրացում։ Բոլորն ընդունում են, որ կենսաթոշակները բարձրացել են 3,000 դրամով, պաշտոնական վիճակագրություն ասում է 9,000 դրամով, այսինքն 21,000-ից դառել է 29,000։ Նախ այդ 29,000-ը չփաստորեց, բայց բոլորն ասում էին, որ գների բարձրացումը շատ ավելի եղել, քան թե 3,000 փոխհատուցումը։ Բոլոր թոշակառուները գնահատում են իրենց վատացումը կենսամակարդակի շուրջ 30%։ Այդ 140,000 մարդկանց մեջ առնվազն 50,000 կենսաթոշակառու կար։ Մենք չտեսանք կենսաթոշակառու, որի կյանքը այս 5 տարվա ընթացքում լավացել էր։ Հաջորդը 5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոսք է տվել նոր ամուսնացածներին բնակարան եւ մեքենա ձեռք բերելու հնարավորություն։ Ժողովուրդ, այդպիսի մեկը մի ընտանիք Հայաստանում չկա։ Չկա։ Հայտարարել է, որ ամեն մարդ, ով ուզում է սովորի։ Հանրապետությունում պրոբլեմ է կրթությունը վճարելը բոլորի համար։ Ավելին, հանրակրթական դպրոց չկա։ Երեխեքը գալիս են դասի ԻՊՏ եւ գնում են պարապելու նույն դասատուի մոտ դասերից հետո։ Ամբողջ հանրապետությունը այս վիճակում է։ Դպրոցը որպես կրթական ինստիտուտ վերանում է, համարյա վերացել է։ Խոսք էին տվել մրցունակության բարձրացում։ Այդ փոքր բիզնեսը որ կար, ժողովուրդ, որ մեր օրը ստացել էին մի քանի խանութ բան, մոտ 8,000 խանութ էին վաճառել, մենք էինք գնել, տվել էին ժողովրդին, դա վերացված է։ Տրված է 4 համակարգերի սուպերմարկետների, քանի անգամ սա ես զգուշացի, ես ուրախ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում մյուս կուսակցությունները ևս որոշները, այսպես ասած, այս թեզը վերցրեցին։ Ուրեմն դրանց շնորհիվ դրանք վերացել են։ Մոնոպոլիզացիա դա հասել է ահավոր աստիճանի։ Բավական է ասել, որ եթե միայն վերանա Ֆրենչի, Բաղդասարովի, Սամվել Ալեքսանյանի, Սաշիկի եւ այլոց մոնոպոլիաները ավտոմատ կստացվի 100-ից 110,000 աշխատատեղ։ Եթե միայն դուրդեմի որ ուրիշ մարդ են, օրինակ Շաքարբերի։ Շաքարի մասին դեռ խոսենք։ Հաջորդը։ Մենք համոզվեցինք, որ եթե ոչինչ չանենք, եղած են խղճուկ համախառն ներքին արդյունքը, որևէ տրամաբանության տնտեսական բաժանվի, ստացվում է նվազագույնը 62,000 դրամ թոշակ, աշխատավարձները ստացվում են շուրջ 192,000 եւ մոտ 70,000 նվազագույն աշխատավարձ։ Մեր փորձերը հանրապետական կուսակցությանը բերել վիճաբանության դաշտ ձախողվեցին։ Վարչապետը հրաժարվեց, երեք էլ մտմրթում են, թե հեսա ամսի 6-ից հետո կպատասխանենք, չեք ամսի 6-ից հետո պատասխանում գայիք, ապրիլին պատասխանեիք։ Թե ճիշտ թվերը ձեզ կասենք, նույնիսկ երեք ամենավերջին պահին վարչապետը բացարձակ սուտ թվեր ասեց արտագաղթի վերաբերյալ եւ կրկնում եմ տարածորեն բոլորը հրաժարվեցին մասնակցել որևէ բանավեճի։ Իդեպ ես կրկնում եմ, չնայած մայիսի 6-ից հետո հույս ունեմ իրանց իշխանությունը չլինի, կրկնում եմ իմ հրավերը Սերժ Սարգսյանին եւ վարչապետին բանավիճելու ցանկացած թվի վերաբերյալ։ Տարածորեն երեք
Սպեսակցանը հետարարում է, որ այդ էլ միղտ, որ ահագին որոքման համակարգ ենք ավելացել և ավելացել են որոքով ջրերը, քիչ առաջ մի հատ մարդ մոտեցավ ինձ, տվեց կառավարության երկու որոշում, որոնցից բխում է, որ վերջին մի տարում դրանք պակասել են որոքվող դաշտերը։ Չկա թիվ, չկա որևէ փաստ, որը համապատասխանի իրականությանը։ Հաջորդը մեր այցելությունների ընթացքում մենք տեսանք մի շատ սարսափելի երևույթներ։ Նախ տեսանք ծայրահեղ աղքատությանը հատված ժողովուրդ։ Տեսանք, որ սրանց փիլիսոփայություն է, դուք պետք է աղքատ լինեք, որ մենք ձեզ կարողանանք կառավարել։ Դուք պետք է աղքատ լինեք, որ 5-10 հազար դրամ համար մեր ոգերը համբուրեք։ Դուք պետք է աղքատ լինեք, որպեսզի փող աշխատելու համար գնաք Ռուսաստան, այստեղ թողնեք ձեր ծնողներին, ուղարկեք փող, մենք այդ փողը իրենց ձերից վերց մենք մտեք վաճառեինք, ու այդ փողով գնանք արտասահմանում մեզ համար տներ առնենք։ Լսեք, չափ կա, սահման կա։ Ես են պահանա, որ մի պահիշում եք ասում են հետևում Մոսկվան է։ Վերջ, հետևում Հայաստանն է, այդ Հայաստանն էլ չկա։ Դուք հասկանում եք սա ինչի է բերել։ Միայն վերջի 3 տարում 130,000 գաղթական։ Դուք հասկանում եք, որ այսօր սփյուռքը դարել է Հայաստանը։ Հայաստանն է սփյուռքն այլևս։ Հաջորդը, գիտեք ինչ կա, շատ բան չենք հասցրել անել պատերազմի ընթացքում, մանավանդ իմ կառավարությանը մեծ բաժին ընկավ, բոլոր հաղթանակները պատերազմի այստեղ նախագահ է, համընկան այդ շրջանի հետ։ Միևնույն ժամանակ բոլոր ռեֆորմները, ատոմակային կառուցել, էլեկտրաէներգետան, եւ վերջին հաշվում մենք կառուցել ենք 20 գործարան։ Ես կնվարկեմ այդ գործարանները, որոնք բոլորը թալանված են, խոսքը նոր կառուցված գործարանների մասին է։ Գյումրիի Մայիսյան կաթսայատուն։ Թովսեր Սարգսյանը ստուգի, եղբայրը դրա ինչ առիթ չունի։ Գյումրիի ապակայ տարբերների գործարան։ Գյումրիի Գուլբան Նասկերյանի գործարան։ Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարան։ Թովսեր Սարգսյանը գնա ստուգի սպիտակի լիֆտերի գործարանը, սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկան։ Թող գնա ստուգի, թե ինչպես են իրենց ճշմարտ ներքո կամոք ապետը հավաքել գնացել այստեղից։ Լսեք, չափ ու սահման կա, որ այդպես հեշտ չեն մեզի մեղադրել, մազուտ, թալան։ Սրանք այն գործարաններն են, որոնք զրոյից կառուցվել են 94-96 թվականներին։ Մենք տեսանք միջոցների վատնում, որևէ տրամաբանության բացակայություն, կառուցվել է օրինակ, Քաջարյանից Մեղրի ճանապարհ, Զուգայր գործող ճանապարհին լիճկով 20 միլիոն դոլար է ծախսվել։ Այդտեղ միակ թունել պետք է կառուցել, որ մարդիկ գնան գային։ Կառուցվել է Կիրանց, Բաղդադից հատվածը միևնույն է կրակում է Ադրբեջանի ձեռը։ Կառուցվել է, չես հասկանում ինչ, կառուցվել է շաքարի գործարան, որը բոլորը գիտեն չի աշխատել։ Կառուցվել է դրա համար, որ մոնոպոլիա լինի։ Մենաշնորհը Սամվել Ալեքսյանի պահպանվի։ Ժողովուրդ, սա վերջն է։ Չի կարելի սրանց է շարունակել։ Կա մայիսի 6-ը։ Մի մարդու պես գնում ենք, ձայնը տալիս ենք միայն Հայ ազգային կոնգրեսին։ Ոչ մի ձայն ոչ մի ձայն հանրապետական կուսակցությանը, այն որ ասում են ռուսները, դաստանի, հերիքա, վերջացնենք այս պատմությունը, դրանք ինչ-որ օտարներ են, դրանք մեր տեսակը չեն, այդ տեսակը պիտի ավարտվի, այդ տեսակների հաղթանակը պիտի հաղթեն, այդ տեսակի էվոլյուցիան պիտի դատարի։ Չվախենակ, մայիսի 1-ից հետո կամ մայիսի 7-8-ը, դրանց վերջը գալիս է, հաջողություն։ Սիրելի ջոր, այս ընթացքում պարզվեց, որ իշխանություն կոչվածը ուղղակի փուչ է, սնամեջ, եւ այն բոլոր խոստումները, որ տրվում են միջազգային կառույցներին, Հայաստանի ժողովրդին սուրտ է։ Արդեն մասսայական կաշառքները սկսել են բաժանել, իրենց իսկական դեմքը արդեն բացել են։ Ես հիմա ձեզ կարդում եմ շատ կարճ կներկայացնեմ պայմանագիր, որտեղ գրված է, թե կուսակցությունը պայմանագիր է կնքում քաղաքացու հետ, որ այդ քաղաքացին մասնակցում է քարոզին, ներգրավում է տարբեր մարդկանց, աջակցում է իրենց տեղամասային աշխատանքներին եւ այդ 3 կետերը ճշգրիտ կատարելու դեպքում վճարվում է այսքան գումար։
լկտիության վերքին սահմանն է, քարոզ վճարովի, քարոզ պայմանագրով ստորագրության, սա եւ օրենքի խախտում է, սա միջազգային կառույցները հաշվի կստանան, եւ իրենց դեմքի բացահայտումն է, իշխանություն